Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը դեռ չեն քննարկել, ինչ նոր նախաձեռնությամբ են առաջիկայում հանդես գալու։ Ազատության հետ զրույցում ասաց Ռուբիկ Հակոբյանը, քաղաքական օրակարգը քայլ առ քայլ ընդլայնելուն են կողմնակից։ Չեմ կարծում, որ հնարավորություն կտանք չարախնդալու նրանց, ովքեր այսպես ամառորեն պայքարում են, որպեսզի չկարողանա կայանալ այդ համագործակցությունը։ Հակոբյանը կարծում է, իրենց քաղաքական խորհրդակցություններն անպայման արդյունք են տալու։ Այլապես ինչի պետք է շարունակել։ Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանն ասում է, Տեր-Պետրոսյանի ձևակերպած հրաշալի քառյակն իսկապես ձևավորված է։ Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը, ՀԱԿ-ն ու Ժառանգությունը իշխանությանը ստիպում է արձագանքել բարձրացրած հարցերին։ Կա այն տրամաբանությամբ, որով այն սկսել է գործել, իսկ այդ տրամաբանությունը շատ հստակ է, եթե մենք չենք կարողանում առայժմ ամբողջական օրակարգով համաձայնության գալ, դա չպետք է խանգարի մենք կոնկրետ քայլեր կատարելով առաջ գնանք։ Քառյակի քննարկումները հաշտ ու խաղաղ չեն անցնում, խոստովանեց Արմեն Ռուստամյանը, ինչը նա առողջ է համարում, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ուժեր են հավաքված։ Տարաձայնությունների առկայությունը մեզ չպետք է խրտնեցնի։ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական 4 ուժերը տարեսկզբից են քննարկում, սակայն կոնկրետ նախաձեռնությամբ մինչև այժմ հանդես չեն եկել։ Հարցն օրակարգից դուրս չի եկել, Ազատությանը փոխանցեց Ռուստամյանը։ Սա մեծ փաթեթ է, սա իր մեջ ներառում է ընդհանրապես երկրի վիճակի գնահատումը համատեղ եւ դրանից դուրս գալու ելքերի առաջարկումը համատեղ, այսինքն մենք միայն չպետք է ասենք վատ է, սեն է, բայց պետք է նաեւ ասենք մենք ոնց ենք պատկերացնում այդ վիճակը փոխելը։ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ դեռ աշխատանքները չեն ավարտվել։ Խորհուրդ է անում հարցի բարձրացման ձգձգումն այսպես բացատրեց Ժառանգություն խմբակցության ղեկավարը։ Ուզում ենք փաթեթ ամբողջությամբ ներկայացնել, որ նաև համոզիչ լինի մարդկանց համար, որի վերջո ինչ այլ դրանք ենք առաջարկում։ Այսինքն չլինի այնպես, որ Պողոսի փոխարեն Պետրոսը գա եւ մնա ամեն ինչ նույնը։ Հետևաբար շատ տրամաբանական է, որ պետք է նաև այլ դրանք ներկայացվի, ինչի վրա եւ աշխատում։ Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև ամբողջական իշխանափոխության հարցին էր անդրադարձել, որին ձգտում է կոնգրեսը։ Խորհուրդ է անում ՀԱԿ-ի հետ համագործակցող Բարգավաճ Հայաստանի, Ժառանգության եւ Դաշնակցության ծրագրերի մասին ասելով, վերջիններս հակված են փուլային հանգրվանային լուծման, այսինքն նախ պարտադրել կառավարության հրաժարականը եւ դրանից հետո միայն մտածել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին։ Դաշնակցության ներկայացուցիչն ասաց, ամբողջական իշխանափոխության մասին խոսում են 4 ուժերի հանդիպումների ընթացքում, պարզապես համաձայնության չեն եկել, ինչ է հասկանում Դաշնակցությունը ամբողջական իշխանափոխություն ասելով։ Որ չենք ասում դուք լավը չեք, հեռացեք միայն, դա չենք ասում։ Մենք ասում ենք, որ նորն էլ գա, ինչ պիտի չանի։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, 4 ուժերը կենտրոնացել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վրա արտաքին քաղաքական հարցերը շրջանցելու համար։ Կառավարության խնդիրը, վարչապետի խնդիրը մի էտապ է, որը կուժեղացնի իհարկե 4 ուժերի դիրքերը, եթե կարողանան հասնել այդ խնդրի լուծմանը։ Բայց այդ առումով կան մի քանի հարցադրումներ։ Նախ եւ առաջ այն, թե այդ պաշտոնակությունից հետո ինչ հաջորդական քայլեր կան, արդյոք ազդելու են նոր կառավարության ձևավորման վրա, դե յուրե նման լծակներ իհարկե չկան։ Նաեւ ամենակարևոր հարցերից մեկն է, թե միմյանց միջև ունեն պատկերացում նոր կառավարության վերաբերյալ, վարչապետի պաշտոնի վերաբերյալ, թե ոչ։ Հաջողության բանալին կարծում է Հակոբ Բադալյանը, այս ուժերի ձեռքին չէ։ Քանի որ ասում եմ Հայաստանում մեծ է արտաքին դերակատարումը, ըստ էության նախաձեռնությունները շատ էսպես ընդհանրապես առայժմ բնույթ են կրում։ 4 ուժերը ըստ էության այս կամ այն կերպ ու երևի Ժառանգության մի փոքր բացառությամբ այս կամ այն կերպ աջակցություն են ցուցաբերել Սերժ Սարգսյանի մաքսային կուրսին, իսկ դա Հայաստանի վրա մեծացրել է, ել ավելի է մեծացրել Ռուսաստանի ազդեցությունը։